Ողջույն Սուրեն։ Բարևես Դավիթ, ինչու ասացիք տաքակներ են։ Որովհետև պատրաստվում ենք մեկնել քաղաքից դուրս։ Ավելի ճիշտ ապարանի ուղղությամբ ենք գնալու, իսկ այնտեղ դու գիտես ցուրտ է։ Այո, բայց դա լավ լուր է։ Ապարանը Եվրոպայից արդեն 60 կիլոմետր մոտավորապես մոտ է։ Երևանը Պարսկաստանին է մոտ, ապարանը Եվրոպան։ Մեկնում ենք Երնջաթափ գյուղ, գիտես դա որտեղ է։ Երբեք չեմ եղել։ Ո՞վ է այնտեղ բնակվում։ Մոտ 40-45 կիլոմետր պետք է քշենք։ Ազգային ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Օ, հետաքրքիր է։ Դե բնականաբար պայմանավորվել են, քանի որ բավականին ճանապարհ ունենք կտրելու։ Հետո ազգային ժողովի պատգամավորին հենց այդպես անսպասելի դժվար է նկարել։ Այո, երևի թե։ Օրինակ Արամ Մանուկյանին քանի անգամ ենք փորձել չեն կարողանում։ Նա միշտ տանը չէ։ Մոտ 6 անգամ փորձել ենք արդեն։ Դե գնացինք Երնջաթափ։ Բարև ձեզ պարոն Խաչատրյան, հայկական երկրորդ հեռուստալիքն է, չէին սպասում հարթումը, իհարկե դուք մեզ սպասում եք, որովհետև մենք մոտավորապես, եթե չեմ սխալվում, Երևանից 40 կիլոմետր, 50 կիլոմետր հեռացել ենք եւ ազգային ժողովի պատգամավորներին իհարկե դժվար է անսպասելի նկարահանել։ Դե ես երկար չէի սպասում, վերջապես հասակ տեղ։ Շատ լավ։ Որտեղ ենք մենք գտնվում։ Գտնվում եք Արագածոտնի մարզի Աբարանի Երնջաթափ համայնքում։ Հին անունը Ղարաբուլախ։ Ձեր հարևանները ձեզ չեն պահանջում, որ ասֆալտապատեք այս հատվածը։ Ասֆալտը կատոկն է անում, ոչ թե պատգամավորը։ Բայց պատգամավորը միջամտում է, որ բյուջեից փող հատկացնեն։ Կարծեմ, եթե չեմ սխալվում։ Միջամտում ենք եւ բավականին աշխատանքներ արել ենք եւ ոչ միայն մեր համայնքում։ Պարզ է։ Մոտ ապագայում այստեղ էլ կլինի ասֆալտապատ։ Մոտ ապագայում այս տարվա ծրագրի մեջ կա այս 5.5 կիլոմետրանոց մինչև Բուժականի հատվածը, հուսով եմ, որ կիրականանա։ Դուք ձեր այս հագուստով եւ ձեր արտաքինով ազգային ժողովի պատգամավորների բոլոր կարծատիպերը հիմա ջարդում եք։ Նրանք պետք է լինեն մեծ փորով, անճաշակ թանկարժեք կոստյումով։ Կարծում եմ իրանք են կարծրատիպը ներմուծել, որի անհրաժեշտությունը չկար եւ հուսով եմ, որ ապագայում չի լինի, բոլորը կլինեն համապատասխան։ Գյուղում չեն ապրում, մեծամասամբ քաղաքում են ապրում, նրանք նաև ովքեր որ գյուղից են ընտրված։ Դե նրանք ովքեր որ գյուղից եկան քաղաք, էլ քաղաքից հեռանալու ցանկություն չունեն, ինձ մոտ հակառակն է, ես քաղաքից եմ գյուղ եկել։ Պարոն Խաչատրյան, ինչ տուն է երբ եք կառուցել, արդյոք այստեղ եք ծնվել մեծացել։ Տունը կառուցվել է մինչև իմ Հայաստան գալը, սա իմ պապական հողերն են, պապական տան տեղն է։ Իմ ապու-պապա այստեղ են ծնվել, հենց այս մասում, այստեղ տուններ եղել, կողքը հորեղբայրս տունն է, հետևը հորս հորեղբոր տներն են, սա մեր տան տեղերն են եղել, որտեղ մերոնք եկել են ապրելու 1827-28 թվականից։ Բայց երիտասարդ այգի ունեք, եթե չեմ սխալվում։ Մենք բոլորս էլ երիտասարդ ենք միշտ։ Պարզ է։ Այս դուռը ուր է տանում։ Մեր հարթման ֆորմատը հետևյալն է, դուք պետք է մեզ ցույց տաք այն ամենը, ինչ ունեք։ Սա գարաժն է։ Եվ հասկանանք ինչն է հաստատագրված, ինչը ոչ։ Ավտոտնակ։ Սա տան պահակն է։ Պահակներից մեկ։ Չսիրեց, մեզ ոնց որ չսիրեց։ Շատ սիրելուց է։ Հելոք։ Լավն է, չէ։ Մի փոքր ագրեսիվ է, բայց լավ։ Դե ցույց տվեք, ինչ ունեք։ Ձեր գրպաններս թե вообще։ Ընդհանրապես, ինչ է դե սա այգին է։ Ձեր առօրյան ինչպես է սկսվում, ժամը քանցին եք արթնանում։ 6-6.5 ժամ քնելուց հետո։ Բացարձակապես պարտադիր չի, երբ եմ քնել 6-6.5 ժամ հետո պարտադիր արթնանում եմ։ Խմում եմ սուրճ, նայում եմ լուրերը, նորությունները համացանցով եւ շարժվում եմ։ Սա ինչ ստեղծագործություն է։ Սա մեր աբարանցիների սիմվոլն է։ Ինչու են երկրպագում էջին աբարանցիները։
չեն երկրպագում։ Պարզապես որպես սիմվոլ ընդունում են։ Շատ լավ։ Դուք գիտեք, որ մարդկությունը հավանակից է առաջացել։ Նոյի տապանը, երբ որ համաշխարհային պատոպի ժամանակ շարժվում էր դեպի Արագած, Արարատ Արագածի վրայով անցնելուց տակը խփում է, հավանակները ընկնում են տապանից։ Եվ այդտեղից սկսում են աբարանցիներ առաջանալ, իսկ աբարանցիներից մարդկությունը մնացած։ Իհարկե չգիտեմ որքանով դա հավաստի է, բայց հավատանք լեգենդի։ Դա բիբլիական ճշմարտություն է։ Աշխարհի բոլոր մարդկության սկիզբը դրել են աբարանցիկ, որը իրենց սկիզբը ստացել են հավանակներից։ Շատ լավ, գրանք առաջ եւ տեսնենք ինչ ունեք։ Հետարքիր մեզ ցույց տալու։ Դուք հենց հարցնում եք, ասում եք ինչ ունեք, ինձ թվում է գրպաններս պիտի դադարքի։ Դե չգիտեմ գրպաններում ինչ ունեք, որովհետեւ չգիտեմ ազգային ժողովի падգամավորի աշխատավարձի չափը։ Չէ, գրպանում ձեր դրած միկրոֆոնն է, որ զապիս եք անում, ուրիշ բան չունեմ։ Իսկ այս աշտարակը ինչ է, աշտարակ եմ տեսնում։ Զովասների հուշարձանն է, որը 75 թվականին է կառուցվել։ Ծաբարանի պուրակն է, այնտեղ Մահոբի Գևորգի արձանն է, որ ես իմ գալուց հետո դրեցի, Մահոբի Գևորգը մեր համագյուղացին է։ Աշուղ, գիտեք երևի։ Այո։ Ինչ է տեղի ունենում այստեղ։ Իհարկե ոչ այս եղանակին ամռանը։ Ամռանն եմ սուրճ խմում։ Սա ամռան սուրճի սեղանն է։ Նա փոքր հավաքների ժամանակ այն քարի սեղանին ենք հացուտում։ Փոքր հավաքը, հա, այնտեղ մի 20 հոգի կտեղավորեն, բարձր փոքր։ Մի քիչ։ Լողավազան, խորովածանոցը, համառային դուշը, համելկացելնի կարելի ասել ջեռուցման սիստեմն է այնտեղ, բեսեդկա, որտեղ ամառը հաց են կուտում եւ թոնրատուն։ Մեր ազգային ժողովի падգամավորները եղել են այստեղ։ Համարյա բոլորը եւ ոչ միայն падգամավորները։ Բոլորը։ Համարյա բոլորը։ Ընդդիմությունն էլ։ Ընդդիմություն հասկացողություն չկա ընկերական շրջապատում։ Հա հասկանանք, Զարուհի Փոստանջանը այստեղ եղել է։ Զարուհի Փոստանջանը 2 անգամ պիտի լիներ, բախ չի վիճակվել բարձր։ Նիկոլ Փաշինյանը չի եղել։ Չի եղել։ Բայց հրավիրել եք չի եկել։ Չէ, առիթ չի եղել հրավիրելու, Զարուհի Փոստանջանը որպես հանձնաժողովի անդամ պետայրավականի առիթ ունեցել է, չի ստացվել կարծում։ Արամ Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը չեն եղել։ Բավասվեք բոլորը եղել են։ Համարյա բոլորը։ Ում անունը տվեցի չէ։ Համարյա բոլորը։ Շարմազանովը եղել է։ Եղել է։ Դե պարզ է, Շարմազանովը կլիներ։ Համարյա բոլորը եղել են այստեղ։ Լավ, կա այստեղ։ Եվ ոչ միայն այս սազևի падգամավորները, եւ ոչ միայն կառավարության անդամները։ Եղել է նաեւ նախագահան այսօրվա այստեղ։ Երբ վարչապետ էր։ Պարզ է։ Երբ համայնք էր այցելության եկել։ Հասկանալի է։ Եվ ինչ եք քննարկում այստեղ, թե այստեղ ուղակի հանգստանում եք։ Եվ քննարկում ենք, եւ հանգստանում ենք։ 1000 դրամերի պատմությունը հա, այստեղ քննարկվեց, թե դեռ չեք հասցրել։ Համարյա չենք հասցրել, դե դա քննարկման առարկա չէր, կարծում եմ ավելորդ քննարկում տեղի ունեցավ։ Դա ինքնին պետք է ընդունվեր, իհարկե հավաստայանալով, որ այն նպատակին կծառայի։ Կարծում եմ դեմ մարդ չկար խորհրդանում մարդիկ հավաստիանալու ցանկություն ունեին, որ այն նպատակին կծառայի։ Չէ, դեմ ընդհանրապես Հայաստանում կարծում եմ մարդ չկար, դա ցույց տվեց նաև ապրիլյան պատերազմը եւ մարդիկ իրենց վերջի կոպեկը ծախսեցին հասան սահման։ Բայց մյուս падգամավորները առաջարկում էին այլ երկել եւ միջոցներ, չեմ հիշում որ падգամավորը, կարծեմ Արամ Մանուկյանը ասեց, հա, որ Հայաստանում ընդամենը 25, հա, տուն կա գրանցված, որը 250,000 դոլարի շեմը անցնում է։ Մի խոսքով իսկապես հնչում էին ելույթներ, որ մարդկանց նյարդայնացնում էր եւ մարդիկ չէին հավատում, որ մենք այսօր չունենք այլ տարբերակ։ Երբ պատերազմի վիճակում ենք, կարելի է այդ բոլոր հնարավորությունները համադրել։ Միակ բանը, որի անհրաժեշտությունը պարտադիր է, դա հավաստիանալն է, որ այն ծառայելու է իր նպատակին։ Ուրիշ ոչ մի խնդիր ոչ ոք չի դրել։
Ես ասել եմ, որ չունեմ տալու եւ չեմ տալու, բայց դա չի նշանակում, որ չեմ տվել եւ չեմ տալու։ Ես ցանկանում եմ, որ լսեի հաշվետվություն, ինչպես է մինչև այսօր ծախսվել, իսկ քննարկում անելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա։ Մեխանիկորեն պետք է ընդունվեր դա, բայց հավաստիանալուց Պարոն Խաչատրյան, ով է ձեզ հետ ապրում այս տանը։ Հիմա միայնակ եմ ապրում։ Միջալոց, երբ ձեր կենսագրությունը ուսումնասիրում եք, կարծես մեր ազգային ժողովում միակ պատգամավորն եք, որ ամուսնացած չեք։ Երևի, եթե ուսումնասիրել եք, ուրեմն գիտեք։ Որն է պատճառը։ Պատճառը ճակատագիրը տենց է ստացվել։ Երկար տարիներ Չեմ հավատում, որ երբևէ չեք սիրահարվել կամ չեք սիրել։ Սիրահարում են բոլորը, սիրահարում են տարբեր հասակներում, բայց երկար տարիներ դրսում աշխատելով տարբեր իրավիճակներում, միգուցե պատճառը դա է եղել, որ չեմ փորձել ռիսկի ենթարկել եւս մեկին։ Հասկանալի է։ Այսինքն ձեզ մոտ նստած էր, որ ռուսկին չեք կարող ուզել, իսկ այնտեղ որտեղ ապրում եք, ռուս կանայք էին ձեր շրջապատում։ Շրջապատում էին տարբեր ազգության ներկայացուցիչներ, բայց ամեն դեպքում դա լրացուցիչ պատասխանատվություն էր եւ լրացուցիչ ռիսկ էր։ Համարվում 90-ական թվականների առավել եւս այդ վայրի ժամանակահատվածում։ Հասկանալի է, ուր են տանում մեզ այդ դուրը փոքրիկ։ Դա ամառային դուշն է ամառային եւ ջեռուցման սիստեմն է այնտեղ միացված։ Հավեր, խոզեր, կովեր։ Հավեր, խոզեր, կովեր, բադեր, սագեր, ամեն ինչ կա։ Որտեղ է։ Իրենց տեղում, որտեղ իրենց գոմն է։ Դուք եք զբաղվում։ Ես նույնպես։ Կարող ենք նկարանում կատարել այնտեղ։ Եթե ձեր նկարանող սարքն աշխատում է, իհարկե։ Կարծում եմ աշխատում է եւ կարծում եմ հետարքիր կլինի, գնանք տեսնենք։ Շարժվենք։ Գնացինք։ Դեպի ուր։ Դեպի մի 150 մետր այստեղից ճանապարհ կանցնենք եւ կհասնենք։ Իսկ այստեղ որից է բան կա, որ ցույց չտվեցիք։ Դե որց շանը ցույց տվեցիք, եկին մոռացաք։ Կնեղանա։ Մոտենանք, հա, իհարկե մոտենանք եւ ցույց տա։ Ու կատվիս։ Ինչալոց լավ կերած խմած կատու է։ Չի բողոքում։ Պարոն Խաչատրյան, հետաքրքիր գույնզգույն տանիք եմ տեսնում։ Ինչ տանիք է դա։ Դա իմ գոմ կոչեցյալն է։ Տանիքը իմպրեսիոնիզմի ոճով է արված, հիշեցնում է Վան Գոգի կտավներից։ Պարզ է։ Եվս մեկ հարց, իսկ քանի ընտանիք է ապրում գյուղում։ Մի 120 մոտավորապես, փոքր գյուղ է ինքը հիմա, ժամանակին մեծ գյուղ է եղել, հա փոքր գյուղ է ինքը։ Ինչով են զբաղվում ընդհանրապես։ Անասնապահությամբ, հողագործությամբ հիմնականում։ Ես որսորդի հագուստ է, չէ՞, ձեր վրա, եթե չեմ սխալվում։ Եվ որսի եք գնում։ Հաճախ, բայց հիմնականում վերջի 8 տարին միայն չվող թռչունների եմ որսում։ Նույնիսկ նապաստակի որս այլ չեմ անում, որովհետև քչացել էր, վերանում էր։ Իսկ այս տարածքում որտեղ սարերում, հա։ Սարերում, դաշտերում, լճում, Հաբարանի։ Բարձ է։ Ձուկ որսալով։ Այս գյուղի բնակիչները ամենահաճախը որ հարցով են ձեզ դիմում։ Տարբեր են լինում խնդիրները, նման հաճախ հարցեր չկան։ Տարբեր, ամենատարբեր խնդիրներով։ Այսպես հրատապը որն է։ Լինում է պետպատվերի խնդիր լուծելու, առողջության հետ կապված։ առողջության հետ կապված խնդիրներ են լուծելու, համայնքի հետ կապված խնդիրներ են լուծելու։ Իսկ մեր գազաֆիկացվեց, նույնիսկ վերևի փոքրիկ գյուղը գազաֆիկացվեց ամբողջությամբ համարյա։ Իհարկե հնարավորություն չունեն շատերն օգտվելու, բայց հուսով եմ, որ դա ժամանակավոր դժվարություն է։ Գյուղում սիրում են պաշտոնյաներին, падգամավորներին։ Սիրում են մարդկանց, պարտադիր չի։ Պաշտոնյա, ոչ պաշտոնյա։ Չէ, որովհետև շատ հաճախ իրենց գյուղում ապրող կամ իրենց ընտրամասից ընտրված падգամավորի հետ խնդիրներ ունեն, որովհետև ընտրելուց առաջ նրանք խոստումներ են տալիս, իսկ ընտրվելուց հետո մոռանում այդ ամենի մասին։ Բացարձակ խոստում չեմ տվել։ Ապրում եմ ինչպես իրենցից մեկն եմ, մենք ընկերներ ենք իրար հետ։ Եվ ոչ միայն մեր համայնքում, բոլոր համայնքապետերի, բոլոր համայնքներում պարզ ճակատով մտնում դուրս եմ գալիս, խնդիր չունեմ։
Պարոն Խաչատրյան, ինչ է այնտեղ գրված է նիսյա չկա, ինչի հետ է կապված։ Ինչ եք վաճառում այստեղ։ Ես չգիտեմ, սա ոչ մի բան չի վաճառում։ Ես ինչ են գրել։ Վաճառի բան չկա։ Եթե արաղներիցս փլուշը չեն վաճառում, արաղի հումքը։ Ինչ է այստեղ։ Խնձորի ու խաղողի հումքն է, որ չհասցրեցի այս տարի քաշել։ Ահա։ Խնձորա։ Երբ եք ժամանակ գտնում այս ամենով զբաղվելու։ Ժամանակը բավականացնում է ցանկություն լինի։ Իսկ այս բնակավարում մեր օրենքները կատարյալ են։ Հա, խնդիր չկա, կարծես թե խնդիր չկա։ Իրավունք կա քաշելու, նույնիսկ մի քանի հազար դրամ վճարելու դեպքում վաճառելու իրավունք ունես, ոչ շշալցում։ Դուք չեք վաճառում բայց։ Ոչ։ Առայժմ հազիվ բավականացնում է ինձ ու իմ ընկերներին ու հյուրերին։ Պարզ է։ Նապաստակներ եմ տեսնում։ Այո։ Ակլոր, հավ, Ղազ, բադ։ Ամեն ինչ բնական է եւ էկոլոգիապես մաքուր, հա։ Այո։ Ինքնաբավ տնտեսություն է իմ տնտեսությունը։ Խանութից ինչ եք առնում բա։ Սուրճ, սիգարետ, առայժմ։ Հուսով եմ սիգարետից էլ կհրաժարվեմ, սուրճից նույնպես։ Վերջ։ Որովհետև ոչ մեկն է, բանի պետք ոչ մյուսը։ Բա ձեր աշխատավարձը ինչ եք անելու ազգային ժողովում։ Աշխատավարձ չեմ ստացել առայժմ, չգիտեմ ինչ պիտի անեմ, որ սկսեմ ստանալ։ Ստանում են օգնականները։ Ուր են գնում հիմա։ Գնանք գոջիների մոտ։ Գնացինք։ Շարունակենք տնտեսությունը նայել։ Շարունակենք։ Ստեղ ձմռան պահոստների մի մասն է։ Ստեղ կարտոֆիլն է ծածկած։ Այնտեղ բազուկ, կաղամն է, հորած։ Կաղամ, դդում։ Այն փոքրիկ վերքը, որ հավաքել եմ այս տարի։ Պարոն Խաչատրյան, որ օրենքի հեղինակն եք դուք։ Ինչի։ Որ օրենքի կամ օրենքների հեղինակն եք դուք։ Շատ օրենքներ, մենակ այս ազիվում մոտ 10 օրենսդրական առաջարկներ եւ գյուղատնտեսության հետ կապված մեկ օրենքի հեղինակ եմ։ Իհարկե դրանք չեն քննարկում, չեն ընդունվում, ինչպես միշտ։ Ինչու։ Որովհետեւ մեծամասնություն չենք միգուցե։ Սա գոջիներս են։ Պարոն Խաչատրյան, հիմա հասկացա թե ինչու աշխատավարձ չեք ստանում, սա լուրջ եւ մեծ բիզնես է իսկապես։ Բիզնեսի խնդիրը չէ, պարզապես գումարի կարիք չունեմ։ Աշխատավարձն ինչի է պետք, հաց ուտելու համար։ Վառելիք։ Ամեն ինչ ունեմ։ Ամեն ինչ ունեմ, սկսած հացից, պանրից, կատից, մսից։ Կարծում եմ մեր հեռուստադիտոր կհասկանա, այնտեղ տեսախցիկի հետ խնդիր ունենք, տաք եւ սառը օդը։ Այո։ Գնանք առաջ։ Գնանք խնդրեմ։ Եվ դեպի ուր։ Դեպի հաջորդ մասնաբաժինը։ Իսկ առաջ այստեղ ինչ է եղել շենքում։ Առաջ դպրոց է եղել, հիմա գոջիներին եմ դաստիարակում։ Այսի հին դպրոցն էր երկարգանի, որը երկրաշարժից դժել էր, նորը կառուցեցինք։ Այնուհետև երկրորդ հարգը մաքրեցի, ծածկեցի։ Հիմա գյուղը ունի, չէ՞ դպրոց։ Գյուղը ունի նոր դպրոց։ Պարզ է։ Սա Բաղդադից ծածկով եւ այլ երկրաշարժից դժուժած մասնաշենքներ հին սրանց երկրաշարժից վագոնչիկներում էին դասանում մինչև իմ գալը նոր դպրոց կառուցեցինք տեղափոխվեցին ասի վերածեցինք գոմի կրկին գոլորշի պատեց մեր տեսախցիկը ինչ արած իսկ ձեր տալից է գյուղացուն անասուն պահելը օրենքը այս հարցում կատարյալ է դե գյուղատնտեսությունը նման դեպքերում չի հարկվում առայժմ Հայաստանում իրենց ուտելու համար պիտի պահեն այստեղ ցուլիկներն են բտվում են նոր տարվա տակ կմորթենք Պարզ է Մի խոսքով առանձնապես եկամուտներ հնարավոր չէ պահել
ստանալ։ Չէ, դե այս չափերի համար իհարկե եկամտի մասին խնդիր չի կարող լինել, ընդհանրապես նույնիսկ ոչ ռենտաբելնի է գյուղատնտեսությունը, եթե լիներ գյուղացին ոտքի կկանգներ։ Չի բերքատվությունն է ցածր, գներն են ցածր, շուկան է սնանկացած։ Ինչու՞, պատճառը որն է։ Մարդիկ ու աշխատանք չունեն, աշխատավարձ չունեն, չեն սպառողական շուկա չկա համար։ Բայց մենք Հայաստանում սպառում ենք տեղական միսը 50%-ով տեղական, 50%-ը դրսից է բերվում է էժան միս, բերվում է երբեմն ասում են ոչ պիտանի նույնիսկ, ասենք խոզի դեպքում միս։ Իսկ տվյալ գերատեսչությունները, ովքեր պատասխանատու են, չեն հետևում, որպեսզի Այսօր բյուջեի քննարկման ժամանակ հարցը բարձրացվեց հենց նման խնդիրների հետ կապված, մոտ 46-50%-ի չափ մենք ինքներս ենք բավարարում խոզի մսի շուկան, մոտ 50%-ը ներմուծվում է, ինչ որ խնդիրներ պետք է օրենսդրական կարգավորումներ պիտի լինեն, հասկանալի է, որ մի մաքսային միության մեջ ենք, բայց ներքին շուկան պիտի պաշտպանելու մենք միջոցներ գտնենք, որպեսզի կարողանանք մերը վաճառել։ Դրսից բերում են երբեմն նույնիսկ հիվանդ անասուններ են բերում, երբեմն նման դաժախնդիրներ կան, պետք է ուշադիր լինենք։ Կա այստեղ ինչ-որ մի բան ցույց տալու, թե գնանք դեպի տուն։ Գնանք, շարունակենք այստեղ այս ամբողջը կարծես թե նայեցինք։ Դե ուրեմն գնանք դեպի տուն, լավ։ Գնանք դեպի տուն։ Վերադարձանք տուն եւ ուր են գնում դեպի։ Գնանք Մարան։ Ինչ կա այնտեղ։ Փորձենք տեսնել։ Դե ցույց տվեք։ Պարոն Խաչատրյան, այնուամենայնիվ ինչու վերադարձաք Հայաստան։ Դե ես երբեք չէի գնացել Հայաստանից։ Մի քանի տարի Ռուսաստանում եք ապրել։ 23 տարի ուղարկեցին 3 տարով 23 տարի մնացի։ Ջրի խնդիր ունեք, հա, ջուր եք ոնց որ հավաքում։ Հա, բայց գրադուսով ջուր, տարբեր տեսակ։ Ինչ է նշանակում տարբեր տեսակ, տարբեր մտքերից, հա։ Տարբեր մտքերից։ Որքան ժամանակում կսպառեք այսքանը։ Ձեզ հետ միասին եւ մնացած ընկերներիս հետ ամեն տարվա քաշածը համարյա բավականացնում է։ Համարյա, վերջում չեք ունենում, հա, արդեն։ Լավ, իսկ լուրջ ժամանակ է ավելի հեշտ օրենք ընդունել, թե գինովցած։ Կարծես թե տարբերություն չկա, եթե հասկանանք։ Լավաշ եք չորացրել։ Դե չոր լավաշը խաշի սեզոնը սկսվել է, այսինքն խաշի սեզոնը մեզ մոտ չի փակվում կրուգլի տարի է, եւ կրուգլի տարի չոր լավաշ միշտ ունենք։ Այն կողմն է խմիչք ունեք, հա։ Այո։ Դե հիմնական խմիչքը դեռ այս տարի չեմ թորել։ Տեսակ այնտեղ։ Պարոն Խաչատրյան, դուք ինքներդ հենց զբաղվում եք այս Ինքս ամեն ինչով զբաղվում եմ տղաների հետ միասին։ Լավ, գնանք այն կողմ, այնտեղ ինչ կա։ Գնանք։ Նույնպես ժամանցի տեղ է, նույնպես Ամռանը կարծում այստեղ լավ եղանակ է, որտեղ այս պայն լավ հով է։ Սա իմ կոնյակն է։ Սա լիկյոր եմ ստացել արդեն 7 տարի է ոչքի մեջ է, կավի կճուճի միամիտ ստացա լիքների, դե քիչ ամնացել, արդեն երևում է ինչքան է մնացել։ Պարզ է։ Պարոն Խաչատրյան, գյուղում ապրող եւ քաղաքում ապրող падգամավորների մինչեւ կյանքի, մինչեւ կենցաղի տարբերությունը ո՞րն է։ Որտեղ ավելի լավ։ Ես չգիտեմ, սովորության խնդիրը, երբ որ քաղաքում էինք մնում, երբեմն օրական 4 սրճարան էինք այցելում, 4 անգամ կենաց էին խմում, ոտքի վրա 4 անգամ ծնողների կենացը կարծես թե ձանձրացրել էր։ Այստեղ իհարկե հետաքրքիր է։ Այս պարզ ժողովրդի հետ ամեն օրի աշխատանք, ամեն օր ինչ որ բան կա անելու սեփական տուն, սեփական տնտեսություն։ Այստեղ բոլոր կոմունիկացիաները կա, ինտերնետ, բոլոր, հեռուստատեսությունը աշխատում է, հստակ բռնում է, հա, ամեն ինչ կա։ Որոշ կանալներ շատ կա, դա որոշ կանալներ չէ, բայց հիմնականում բռնում է, Սպուտնիկն աշխատում է, փառք ասեսոր։ Դե եթե ինտերնետ ունեք, տեղին է այստեղ նշել, որ այս հաղորդումը կարող եք դիտել
եթեր գնալուց 1 շաբաթ անց չէին սպասում KTM կայքում եւ ոչ միայն այս հաղորդումը դուք կարող եք դիտել ձեր գործընկեր падգամավորներն են այցելել նրանց հաղորդումները։ Ну, հանդիպել է դիտել եմ երբեմն։ Բարձր, խաղում եք։ Խաղում ենք։ Եվ առաջընթաց կա։ Նորմալ։ Հենց այնպես թե խաղում եմ վաղուց զբաղվել եմ, վաղուց խաղում եմ։ Բայց ընկերների հետ հենց այնպես թե ինչ որ մի բանի վրա խաղում են։ Չէ, դե հիմնականում հենց այնպես ինչ որ բան։ Նման ցանկությունները վաղուց անցել են ինչ որ բան։ Գնանք վերև։ Գնանք։ Գնացինք։ Վերջապես եկանք տուն։ Դե պատմեք։ Ինչ ունեք տանը։ Դու որտեղ ապրում եմ, ունեմ հիշողություն։ Ունենք ավանդույթ։ Մենք այս պահին գտնվում ենք հյուրասենյակում, որտեղ շատերն են եղել, շատերն են կիսել, շատերն են օգտվել ծնողներիս տված հացից ներկայացնից։ Պատմեք ինչ նկարներ են։ Հիմնականում, ինչպես տեսնում եք, ոճը նույնն է, բովանդակությունը նույնպես։ Պարզապես սեր կա հավաքելու, դա որ հիմա նայում եք, մեր գյուղի պատկերն է, Արագածարն է, այն տունն է, որտեղ մենք հիմա գտնվում ենք, և բոլոր տեղերում համարյա նույն սիմվոլն է։ Այստեղ շատ քաղաքական գործիչներ են եղել, չէ՞։ Սա մենք ենք ընկերներով։ Բարձր։ Հայաստանի լավագույն քաղաքական գործիչով ես ձեզ։ Չեմ կարող ասել, դժվար հարց եք տալիս։ Իսկ աշխարհում։ Դու նույնպես աշխարհում սաղ էլ նույնն են։ Լավ քաղաքական գործիչ չկա։ Դե կան միգուցե։ Շատերը կան առանձնացնել ինչ որ մեկին։ Չեմ կարծում, որ դրա իրավունքն ունեմ։ Բարձր։ Ասում են, թե ազգային ժողովը մի վայր է, որը կարող է պետությունը կամ բարձրացնել, կամ կործանել։ Ինչ է անում մեր ազգային ժողովը։ Փորձում է կործանվել, չի ստացվում, ժողովուրդն հազոր։ Փորձում է կործանել պետությունը Չի ստացվում, բայց ժողովուրդը հազոր է, ավելի քան ազգային ժողովը դուրս է գալիս։ Մի քիչ ավելի մանրամասն կպատմեք այս կողմում ինչ է։ Դե նկարներն են հիշողություն, ինչ պիտի լինի, հիշողություն։ Մենք ենք մեր պատմությունով, մեր ընտանիքով։ Սա նույնպես մեր սիմվոլներն են, նվերներ են, հիմնականում բոլորը։ Իսկ հիշում եք ով է նվիրը։ Շատերի անունը հենց իրենց անունով էլ կոչում են, իրենց անունները գրված է վրա։ Չեն նեղանում ձեզնից։ Ինչ պիտի նեղանան, եթե հումորի զգացում ունեն, կարծում եմ նեղանալու խնդիր չկա։ Զենքերին վերաբերող գիրք եմ տեսնում այնտեղ։ Այո։ Իսկ որտեղ են իրական զենքերը։ Սեյֆում։ Ցույց կտաք քիչ անց։ Կարող եմ եւ ցույց տալ։ Մոտենանք այս անկյունին։ Նույնպես տեսականի։ Այո։ Բոլորը գիտեն, որ հավաքածու հավաքում եմ, շատերը դուրս գնալուց, գործողման գնալուց, շրջագայելու գնալուց նվերներ բերում են եւ այդպես հավաքածուն հավաքում։ Պարոն Խաչատրյան, իսկ ո՞րն է ամենաթանկարժեք եւ ամենաձեզ համար սիրելի էշը։ Բոլորն են թանկարժեք, բոլորն են հավասարազոր։ Չէ, չկա սիրելին։ Կան երկողներ, կան պարողներ, կան հայհոյողներ, ես չգիտեմ, բայց ոնց որ արդեն նստել է։ Բարձր։ Տարբեր բաներ կան, բայց արդեն նստել է ոնց որ բաները։ Ես մեկ անգլերեն էր խոսում։ Հա, մարդը մի լեզվով խոսում է։ Պարոն Խաչատրյան, ազգային ժողովի որում են երկում են նվագում։ Որ падգամավորի ելույթը չեք կարողանում լսել եւ ձեզ նյարդայնացնում է, հունից հանում է, կա այդպիսի падգամավոր։ Հանգիստ բոլորին լսում եք։ Ես համբերատար եմ։ Ես եթե ասելիքը հետաքրքիր չի, ես պարզապես չեմ լսում։ Մա ինչ եք անում։ Չեմ լսում։ Անջատվում եք նիստերի դահլիճում ձեզ համար։ Ինչի խանգարում բարձր երաժշտությունը, ինչի խանգարում աղմուկը, եթե ինձ պետք չի, չեմ լսում։ Մոտենանք դեպի այս կողմ, Բուխարին եւ տեսնենք ինչ է տեղի ունենում այստեղ։ Նորից հավաքածուներն են։ Այս մեկը շատ գեղեցիկ է։ Հետաքրքիր։
Ով է նվիրը։ Ընկերներից մեկը։ Կան տարբեր եւ կան պրակտիկ աղամաններ տարբեր համայնքների համար, երբեմն օգտագործում ենք սեղանին։ Պարոն Խաչատրյան, ձեր երազանքներից եւ մոտակա պլաններից, նպատակներից խոսենք։ Փորձենք։ Հայը առանց կրակի հետ խաղալու չի կարող, չէ՞։ Այո։ Եվ մոտակա ինչ հետարքիր նախագծեր ունեք, որ պիտի կյանքի կոչեք։ Երբ արդեն կավարտեմ աշխատանքային գործունեությունս, սկսեմ զբաղվել տնտեսությամբ ավելի լուրջ։ Ավելի լուրջ։ Նույն ձևի սկսեմ շարունակել աճեցնել կաղամբ, կարտոֆիլ։ Կզբաղվեք ինչ խոսքով գյուղատնտեսությամբ։ Այո, կզբաղվեմ, որպեսզի հնարավորություն ունենամ ընտանիքի անդամներին, թոռներին, ընկերներին հյուրասիրելու։ Այս կողմում ինչ ունենք։ Իդեպ այս բուխարին տաքացնում է տունը, թե այդպիսի ֆունկցիա չունի։ Մասամբ, իր հիմնական ֆունկցիան ինչ որ բան պատրաստելու եւ էսթետիկական եւ հաճույք ստանալու համար։ Իսկ կողքի բուխարին արդեն ինքը տաքացնում է, ինքը այստեղ պատրաստվում է, այսպես ասած, հանդուհավը, խոզիբուդը, քյալեն պատրաստվում է, սպատ ամբողջությամբ տաքանում է եւ սա վառում ենք ու տաքացնում է արդեն տունը։ Ինչով կարող եք հպարտանալ։ Ապրածս կյանքով, ընտանիքովս, ծնողներովս, որոնք հիմա չկան։ Դուք ձեզ ռոմանտիկ համարում եք։ Միգուցե աշխատանքի բերումով ամբողջ աշխատանքն է ռոմանտիկ, աշխատել եմ Ձեր ամենառոմանտիկ քայլերում, անապատներում, ամենառոմանտիկ քայլը ո՞րն է եղել ձեր կյանքում, եթե մտաբերում եք։ Ամեն անգամ այստեղ հավաքվելուց երբ մի քանի բաժակ խմում ենք, անպայման շորերով պետք է հայտնվեմ լողավազանում։ Իսկ փոքր անց ողջ սեղանները պետք է ջրով պատված լինեն եւ բոլորը միմյանց պետք է ջրեն։ Սա հին սովորություն է այստեղ։ Գնանք դեպի վերև, թե այստեղ բան կա, որ պիտի ցույց տա։ Եթե վերև եք ցանկանում, կարող են գնալ, սա մեր ընտանիքն է, պապս, տատս, ծնողներս, պապուս ընտանիքը 103 տարվա նկար է։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից պապս։ Բարձր։ Ինչ պաշտոն կցանկանայիք զբաղեցնել։ Մարդ պաշտոնը։ Չէ, իսկ եթե առաջարկեին, որ որը մի նախարարություն ասեին, ղեկավարեք դուք։ Առայժմ գործադիրում աշխատելու ցանկություն չունեմ։ Բարձր։ Ես կարծես թե խորհրդարանում իմ աշխատանքը ստացվում է եւ կարծում եմ ես շարունակելու եմ այդ աշխատանքը։ Այսինքն կլինեք հաջորդ խորհրդարանում։ Կարծում եմ այո։ Կրկին նկարներ, իհարկե չեմ կարծում, որ բոլոր հեղինակներին հիշում եք, բայց երևի կան սիրելի նկարներ։ Կան տարբեր են հեղինակները։ Պարոն Խաչատրյան, խոսենք ձեր առավելություններից, ինչ առավելություններ ունեք։ Դժվար է, ընկերներս պիտի ասեն։ Իսկ թուլություններ ունեք։ Նույնպես ընկերներիս կարծիքը պիտի հարցնեք։ Ծնողներից ստացած ամենակարևոր դասերը։ Կարծես թե համառություն, ազնվություն։ Դուք ձեր տանը լավ եք զգում։ Շատ։ Ինչու։ Որովհետև զգում եմ շունչը իմ նախնիների։ Զգում եմ այն հոգեկան էլեկտրականացված այն միջավայրը, որը միշտ եղել է պարզ ու մաքուր։ Քանի տարվա պատմություն ունի այս պահարանը։ Երևի մի 100։ Ամենակիչը։ Այո։ Ամենամեծ սուտը, որ երբևէ ասել եք։ Ամենամեծ ճշմարտությունը։ Դա ամենամեծ սուտն է։ Այո։ Ես նկատի ունեի ամբիոնից։ Ես էլ նկատի ունեմ ամբիոնից։ Դեպի ուր գնանք։ Ուր ուզում եք։ Դե դուք մեզ ուղղորդեք։ Այդպես իմ ննջարանն է։ Պարոն Խաչատրյան, երբ որ մենք գտնում ենք ննջասենյակում, մենք հետաքրքրում ենք, թե արդյոք ինչպիսի ներքնակի վրա եք քնում, որովհետև պետք է քնել որակով ներքնակի վրա, իսկ եթե քնեք որակով ներքնակի վրա, ազգային ժողովում ճիշտ օրենքներ
կընդունեք, տրամադրությունը լավը կլինի, իսկ որակով ներքնակն եք կարող եք գնել Sleep Comfort խանութ սրահից։ Sleep Comfort-ը գտնվում է Արշակունյաց 17 հասցեում, այնտեղ ներկայացված են աշխարհի լավագույն ներքնակները, այստեղ կարող եք գտնել թե ինչ է առաջարկում Sleep Comfort-ը, իսկ ես ձեզ զեղչի քարտ եմ հանձնում, հիշեցնելով հեռախոսահամարը 44 0502։ Այս պահին այնտեղ գործում է զեղչերի ճկուն համակարգ։ Այցելեք Sleep Comfort եւ գնեք ձեզ համար հարմար ներքնակ։ Կհետևենք խորհրդին։ Ահա։ Եվ ինչ ունենք այստեղ հետաքրքիր։ Դավիթը ֆիքսեց մեծ պատի խալին։ Մեծ խալին պատի։ Ավելի ճիշտ ձևակերպեմ։ Դե ինչ որ կա։ Ասում էի, չէ՞, խնձորի օղին պետք չի խմել նկարահանման ընթացքում։ Ես խնդրեցի ձեզ, որպեսզի դուք ձեր զենքերը հանեք չերկիզվող պարանից եւ ներկայացնեք։ Խնդրեմ։ Եվ երբ է վերջին անգամ կրակ է, իդեպ օրենքի շրջանակներում է, չէ՞։ Հետո չասեք հաղորդման շրջանակներում ցույց տվեցիք եւ խնդիրներ առաջացան։ Եթե խնդիրներ առաջանա, կհրաժարվեմ, կասեմ չի եղել նման բան։ Մոնտաժել դրել էի։ Օրինական զենք է, իհարկե, որսորդական, որսորդ միության անդամ եմ, որսորդական զենքեր են, վերջի անգամ օգտագործել եմ մի քանի օր առաջ։ Ինձ մոտ բայց այնպեսի տպացում է, որ այս աջ կողմի զենքը կանանց համար է, այսպես թեթև, նուրբ։ Սա տոզ է, այսպես ասած, բավականին հետաքրքիր, լավ, դիպուկ կրակող տոզ հրացան։ Որսորդները կարգախոս ունեն։ Իհարկե, միշտ սուտ խոսա։ Միշտ սուտ խոսա։ Չափազանցնել, այսինքն։ Հա։ 10 հատ լոր խփեցի։ Հա, ձուկեի խփի աչքերս կաներ։ Ինչ ունենք այստեղ, այս կողմում։ Վիապարանն է։ Այն քիչ գրքերից մնացած կարծես թե վերջին ժամանակներում գիրքն էլ դե բավականին նվեր տվեցի դպրոցներին։ Այստեղի ընտրատարածքը թիվ 20 ընտրատարածքներ, կարծեմ ոչ։ Այնտեղ գրված է թիվ 20 ընտրատարածք։ 20, այո, 20 եղել է 14, եղել է 20։ Հիմա արդեն քաղաքում 12-ն է։ Պարոն Խաչատրյան, ննջասենյակները հիմնականում Աստծուն հավատում եք։ Դե իմ Աստվածը, իմ երկիրն է, իմ հայրենիքը, իմ տունը, իմ օջախը, իմ ընտանիքը, իհարկե այդ տեսանկյունից բոլորս ենք հավատում։ Գնանք առաջ։ Գնանք ննջասենյակներ են։ Եվ կասում եմ կմտաբերեք ամենամեծ նվերը, որ ստացել եք ձեր կյանքում կամ ամենաթանկարժեք որն է եղել։ Մորս համբյուր է, երբ ամեն ծննդյանս օրը ինձ համբուրում էր։ Դրանից մեզ նվեր ինձ չի էլ հետաքրքրել երբեք։ Բազում ննջասենյակներ հյուրերի համար։ Եղբայրներիս համար էր նախատեսված իրենց ընտանիքներին։ Պարոն Խաչատրյան, ինչ է տվել ձեզ Հայաստանը, հայրենիքը։ Տվել է կյանք, տվել է կենսագրություն, տվել է ընկերություն, ընտանիք, այն ինչ-որ նորմալ ցանկացած մարդու։ Ես ալո գավազանն է, վերևի հարկի։ Իսկ դուք ինչ եք տվել հայրենիքին։ Աշխատանքս։ Նույնիսկ Նայիրիդ գործարանի այս նոր հոսքագծերը ես եմ մոնտաժել լինելով գործողման մեջ Ռուսաստանից այստեղ 81-86 թվականներին։ Ունենք ուրիշ բան, որ մեզ ցույց տաք։ Չէ, ինչ պետք է։ Իսկ ինչը կփոխեիք ձեր տանը, կա մի բան, որ կցանկանայիք փոխել։ Ոչինչ չէի փոխի։ Ամեն ինչ որ կա ինձ հարազատ է։ Պարոն Խաչատրյան, թերևս հաղորդման վերջին հարցը հնչեցնեմ, կարծում եմ սա բոլորին կհետաքրքրի, հատկապես ձեզ ընտրողներին, հա, մոտ ապագայում ընտրություններ են սպասում։ Ինչ եք խոստանում ձեր ընտրողներին, մեզ, հայերին, ինչ եք խոստանում։ Ես միշտ նույն բանն եմ խոստացել, լինել հասանելի եւ երբեք չկեղծել ինքս ինձ, որը կարծում եմ պահպանել եմ այս 14 տարիների ընթացքում լինելով падգամավոր։ 2017-ին ավելի լավ Հայաստան ենք ունենալու, թե 2017-ին պիտի փորձենք ունենալ լավ Հայաստան։ Ավելի լավը մեզանից է կախված։
Գոնե լավ։ Յուրաքանչյուրիցս։ Յուրաքանչյուրից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե ինչ Սուրեն, ինքնարտահայտվի։ Դավիթ, ես կարծում եմ, որ իմ էմոցիաները դրական են, որովհետև պարոն Խաչատրյանը կոտրեց հայ պատգամավորի այսպես կերպարը, կարծրատիպը, որ նրանք պետք է լինեն մեծ փորով, կրեն անճաշակ թանկարժեք կոստյում եւ հաստավիզ տիկնազոր ունենան։ Այո։ Նա իսկապես հետաքրքիր էր եւ ինչն է շատ գովելի, որ զբաղվում էր շրջակա միջավայրի պահպանմամբ, այսինքն խանութից գնումներ չեր անում, էկոլոգիայով էր զբաղվում, միջավայրի հասկացանք, որ այնտեղ որոշակի գործաններ կան, որոնք նա թույլ չի տալիս աշխատեն, որովհետև նրանք շրջակա միջավայրը կեղտոտում են, շատ լավ դրական էմոցիաներ են։ Այո, իսկապես շատ անսպասելի բացահայտում էր, ես էլ չէի սպասում։ Բայց նարդի լավ չէր խաղում։ Դե մի քանի երնեք միտեղ չի լինի։ Ձեզ հետ ինչպես միշտ Դավիթ Վարդանյանն էր, Սուրեն Շահվերդյանի հետ մեկտեղ։ մնացեք խաղաղությամբ։